քանի որ շաբաթը բավականին ակտիվ է եղել եւ խորհրդանում եւ խորհրդանից դուրս եւ 20 րոպեն չի բավարարի այդ բոլոր թեմաներին առանձին անդրադառնամ։ Մեկ թեմա կա, որի հետ կապված ամեն դեպքում կարճ կխոսեմ ու կպարզաբանեմ։ Հաշվի առնելով նաեւ որ դրա հետ կապված մեր բազմաթիվ գործընկերներ են դրա հետ կապված դիմում։ Խոսքը վերաբերում է իշխանության կողմից սպառազինության այդ մոդելների կամ նմուշների այցերին գնալու այդ հանգամանքից տարբեր պաշտոնյաներ, այդ թվում պաշտպանության նախարարը դրա մասին եւ հրապարակային եւ նաեւ ոչ հրապարակային դիմել է եւ ասել է որ հնարավորություն կա ծանոթանալու այն նմուշներին, որի մասին խոսվում է, բայց այստեղ արտառոցը այդ հանգամանքը չէ, արտառոցը այն հանգամանքն է, որ 3-4 շաբաթ առաջ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կապվում է, այդ թվում նաև մեր ֆրակցիայի հետ, այդ թվում իմ հետ, այս դեպքում իմ հետ, եւ հարցնում թե արդյոք ես պատրաստ եմ ծանոթանալ ներկայացվող սպառազինության նմուշներին։ Իհարկե ես ներկայացնում եմ իմ մոտեցումները, այդ թվում նաև հիշեցնում, որ 6 ամիս շարունակ պաշտպանության նախարարությունը կամ այս դեպքում իշխանությունը արգելում է նաև իմ մուտքը առաջնագից եւ ասում եմ այն մոտեցումները, որի պայմաններում մենք դրան կգնանք։ Դրա շուրջ տեղի ունենում ըստ էության փոխադարձ ըմբռնում եւ որոշում ենք, որ սրա հետ կապված կոնկրետ օր ժամկետ կդրվի եւ կայացել եմ։ Ես խոսում եմ իմ մասին, խոսում եմ մեր ֆրակցիայի մասին։ Բայց ի հեճուկս այդ փոխըմբռնման իշխանության տարբեր ներկայացուցիչներ հրապարակային, այդ թվում խորհրդանի ամբիոնից հայտարարում են, որ մենք խուսափում ենք ընդդիմությունը հավաքական առումով խուսափում է գնալու ծանոթանալու այդ նմուշներին, որովհետև դրանից հետո իրենք ասելիք չեն ունենա եւ այլն եւ այլն։ Քանի որ դրա մասին նաև իմ անունն է հնչել խորհրդանի ամբիոնից, որ Աբրահամյան Տերյանը ամեն օր խոսում է բանակից եւ այլն, բայց ինքը հաստատ չի գնա, որովհետեւ իրանց պետք չի եւ այլն, ես նաև հարկ համարեցի դրա մասին այստեղ խոսելու։ Լավ կլինի, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ կամ իրենց պաշտպանության նախարարի հետ խոսեն եւ ապա տեղեկատվություն ազգային ժողովի ամբիոնից չտարածեն։ Երկրորդը այն ինչ որ Աբրահամյան Տերյանը խոսում է զինված ուժերի մասին, դրա հետ կապված դրված են փաստեր, դրա հետ կապված ներկայացում են մոտեցումներ, որոնք ըստ էության իշխանության կողմից որպես կանոն չեն հերկվում։ Եթե սրա հետ կապված նաև եւ զինված ուժերի հետ կապված նաև այլ մանրամասներ հետաքրքրի, նաև սիրով պատրաստ եմ արձագանքելու, բայց բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են, թե Անդիմությունը խուսափում է գնալու ծանոթանալու այդ սպառազինության նմուշներին եւ այլն, ես հստակ ասում եմ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ շատ ավելի վատ է, որ պաշտպանության նախարարությունը իր ներկայացուցիչի միջոցով այս թեմայով ճշտումներ է կատարում եւ դրանից հետո իշխանությունը շարունակում է ստել։ Շնորհակալություն։ 24 News, խնդրեմ ձեր հարցը։ Նախ խնդրեմ եկեղեցու հետ կապված ձեր դիրքորոշումը արտահայտեք, մասնավորապես Աշակ Սրբազանի կալանավորման հետ կապված, որովհետև այսպիսի կարծիքներ կային, որ Աշակ Սրբազանին կալանավորելուց հետո անցնելու են վեհապարին, դուք արդյոք այդ վտանգը տեսնում եք թե ոչ, եւ եւս մեկ հարց, երեք Հայաստան խմբակցության ձեր գործընկերները իրենց ելույթների ժամանակ, երբ ԿՊ-ին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, նաեւ այս ամենի մեջ ասոցացնում էին նաեւ Հանրապետական կուսակցության որոշ անձանց։ Ինչպես եք վերաբերվում նման երևույթներին։ Շնորհակալություն։ Նախ երկրորդ հարցից սկսեմ։ Ես միայն կողմ եմ կոռուպցիոն բացահայտումներին, կոռուպցիոն բացահայտումների մասին ելույթներին, բայց եթե խոսել, ապա խոսել ամբողջական։ Թե չէ մի տեսակ երբեմն այդ ելույթները ավելի շատ ընդդիմության այս կամ այն ներկայացուցչի դեմ են կամ այս կամ այն թևի դեմ են դառնում, քան թե իշխանությունների, ինչը իմ համար անհասկանալի է։ Այդ նույն ելույթում կարելի էր խոսել օրինակ Արտաշես Թումանյանի մասին,
ով ժամանակին եղել է նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, հիմա գլխավոր խորհրդական է, թե չի աշխատում, չգիտեմ։ Պարոն Արսենյանի Գուրգենով հիմա դեսպանա ժամանակին կոալիցիայի անդամ էր պարոն Քոչարյանի իշխանության օրոք։ Դե էլ չեմ ասում, որ մի падգամավոր է այդ խմբակցությամբ եկել ազգային ժողով, ով հիմա Փաշինյանից ավելի Փաշինյան է։ Հաշվի առնելով պարոն Նազարյանին ես միշտ փորձում եմ իրեն արժան ձևով իրեն չպատասխանել, բայց երբ իր մասին չեն խոսում ու խոսում են ինչ-որ անհասկանալի բաների մասին, իմ համար անհասկանալի է։ Դե էլ չեմ ասում, որ համայնքապետեր կան, որոնք ժամանակին ներկայանում էին որպես ընդդիմադիր, իսկ հիմա ոնց որ լավ էլ հաշտ են ամեն ինչի հետ։ Այնպես որ այո, անհրաժեշտ է բոլոր բացահայտումների մասին խոսել, բայց իմ ու քո անելով չխոսել էլի։ Թե չէ ոնց որ ավելի շատ ստացվում է նման ելույթների նպատակը հանրապետականին կսմթելն է, քանց թե իշխանության այս կամ այն դրսևորումների մասին խոսելը։ Գիտեք, հանրապետականի թվում մարդիկ են, ովքեր 18-ից սկսած ոչ քրգործերից են վախեցել, ոչ կալանքից են վախեցել, ոչ ատելության ստեղծված արհեստական արշավից են վախեցել, իրենց պայքարը շարունակել են, շարունակում են ու շարունակելու են մինչև հաղթական ավարտ։ Սեփական աչքի գերանը չտեսնելով ուրիշի աչքի չոփից խոսել, կարծում եմ չի կարելի։ Ինչ վերաբերում է եկեղեցու արշավին։ Քիչ առաջ ես դատարանի բակում էի, Արշակ Սրբազանին դե Մասիս Մելքոնյանին դատավոր ես չեմ կարող անվանել էլի։ Կարի արդեն կալանավորեցին, լավ արագ է այս անգամ արել, կատարելագործվում է։ Գիտեք, ես անհամբեր սպասում եմ, պարզավոր իշխանափոխությունից հետո Մասիս Մելքոնյանը ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու։ Բայց իմ առաջարկն է հետևյալը լինելու հետագայում։ Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից։ Վերջնականապես ամբողջացնելու համար իր կերպարը ու իր նման իբր դատավորների կերպարը։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին։ Գիտեք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես համարում եմ, որ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում է։ Եվ ես չեմ կարծում, որ Վեհապար Հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի Վեհապար Հայրապետը, այնտեղ էլ կլինի Վեհարանը։ Դե այսպես որ շարունակվի ՀԱԱԾ մեկուսարանում եւ առհասարակ մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն քրեակատավական հիմնարկում ավելի շատ արժանապատիվ հոգևորականներ եւ arczepiskoposներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում։ Շնորհակալ եմ։